24 թիվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է հասարակական քաղաքական գործիչ Նայարա Զոհրաբյանը։ Բարև ձեզ Տիկին Զոհրաբյան, շնորհակալ եմ ընկալվելու համար։ Այսօր մայիսի 28-ն է Հայաստանի Հանրապետության առաջին հիմնադրման օրն է, Նիկոլ Փաշինյանը սարդարապատում էր, նրա հետ էր նաև քաղաքական ղեկավարությունը, խոսենք Նիկոլ Փաշինյանի ելույթից, նա մասնավորապես նշում է, որ մենք հայրենիք փնտրելու կարիք այլևս չունենք, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն այլևս չկա, այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, անկախ ենք, քան երբևէ, ինչով է պայմանավորված մեր ավելի անկախ ինքնիշխան լինելը։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը բացի նրանից, որ անձի երկվություն ունի եւ ես չգիտեմ դա զուտ հոգեբանական շեղում է, թե դա պարզապես նրա դերասանական շատ բարձր ունակությունների արդյունք է, այս մարդը հասկանում եք շարունակում է փորձել իշխանությունը զավթած պահել ստի եւ անբարոյականության վրա, խոսել այն մասին, որ այսօր մենք ավելի քան երբևէ ինքնիշխան ենք, այդպիսի բան կարող է ասել միայն adekvatության, բարոյականության հետ լրջագույն խնդիրներ ունեցող մարդը։ Մեր 30-ամյա անկախության պատմության մեջ երբևէ Հայաստանը չի եղել այսքան պետականության կորստի շեմին կանգնած, ինչքան այսօր, եւ երբ որ լսում ենք Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը առաջին հանրապետության տոնի առթիվ, տպավորությունը մեկն է, այս մարդը շարունակում է իր ոչ առողջ ուղեղում ստեղծել մի վիրտուալ իրականություն եւ փորձել այդ վիրտուալ իրականությունը, որը ինքը ստեղծել է իր ոչ առողջ ուղեղում, փաթաթել հասարակության վրա։ Լսում ենք ելույթի շարունակությունը, որ առաջին հանրապետությանը խանգարել է խորհրդային պետությունը։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանի համար այսօրվա իր ելույթը Նիկոլի, սարդարապատում հերթական անգամ տարբեր ջեբեր, մեղավորների տարբեր ջեբեր գտնելներ, ով ասես մեղավոր եղավ այս 7 տարիների ընթացքում Հայաստանի տարածքային կորուստների համար, Արցախի հանձնման համար, ես չգիտեմ, Տիգրան Մեծիից Պապ Թագավորից, բոլոր նախկին ղեկավարներից, Գորբաչով, Խրուշչով, Անդրոպով, Բրեժնև, բոլորը մեղավոր են, էլ չհաշված Պուտինը եւ Լավրովը, այն Լավրովը, որ նախորդին ինքն ու Արարատ Միրզոյանը հնարավոր բոլոր օճառներով գցնում էին, բացի իրանից, այս մարդը իրավիճակը adekvat գնահատելու խնդիր ունի։ Այս մարդը Հայաստանի առջև ծառացած լրջագույն, այլևս անվտանգային եւ Հայաստանի պետականությանը սպառնող մարտահրավերները adekvat գնահատելու խնդիր ունի։ Եվ քանի որ այս մարդը այդ ամենը adekvat գնահատել չի կարող եւ անում է հայտարարություններ, որոնք եթե աներ ինչ-որ շարքային քաղաքացի, մենք այդ քաղաքացուն կփաթեթավորեինք, կտանեինք Ավանի համապատասխան կառույց կամ կասեինք դե պալատը Չեխովի 6-րդ հիվանդասենյակի ուրեմն կլիենտ է, ոչինչ, բայց այս նման հայտարարություններ անում է մարդ, ով զբաղեցնում է Հայաստանի ղեկավարի պաշտոնը եւ Հայաստանի անունից անում է հայտարարություններ եւ անում է կործանարար քայլեր։ Մասնավորապես երբ նշում է, որ խորհրդային միության ողջ ընթացքում առաջին հանրապետությունը թիրախավորվել է որպես չարիք, կայսրության նպատակն էր հետապնդում ոչնչացնել անկախ պետության ճյուղերը։ Եվ պետականության նկատմամբ կամահրանքը ինքնիշխանությունից եւ ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն եւ դա պայմանավորված է հենց այդ հանգամանքով։ Տեսեք, ես նորից եմ ասում, Նիկոլ Փաշինյանը դա հոգեբանության մեջ շատ հստակ ուղղություն է, սովորաբար այդ կարգի դրսևորումներ, այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, եթե բացեք հոգեբանության դասագրքերը, այդ կարգի դրսևորումներ ունենում են հոգեկան հստակ խնդիրներ ունեցող մարդիկ, ովքեր երբևէ չեն զգում մեղավորության եւ պատասխանատվության իրենց չափը, ովքեր չունեն էմպաթիա, ապրումակցություն, մենք տեսանք, չէ, բազմաթիվ անգամներ այս 7 տարիների ընթացքում, երբ որ եղան արհավիրքներ, բազմաթիվ արհավիրքներ եւ այդ արհավիրքները շարունակում է, մենք հասկացանք, որ այս մարդը եւ այս ընտանիքը չունի ապրումակցություն, չունի էմպաթիա։ Այս մարդը եւ այս ընտանիքը եւ այս ղեկավարող ռեժիմը չունի իրավիճակը adekvat գնահատելու ունակություն, սա լրջագույն խնդիր է։ Եվ երբ որ մեր բազմաթիվ գործընկերներ օբյեկտիվորեն մատնանշում են, որ Նիկոլ Փաշինյանը խնդիրներ ունի եւ իր ստեղծած այս վիրտուալ իրականությունը
իր խնդիրների, իր հոգեկան, հոգեբանական խնդիրների արդյունք է, մենք դրան կամ չենք ուզում հավատալ, կամ չենք պատկերացնում ոնց կարող է մարդը չգիտակցել, որ ինքը խնդիրներ ունի եւ շարունակել երկիրը տանել եւ շպրտել անդառնալիության կետից անդին, բայց պիտի հասկանանք, որ յուրաքանչյուր խնդիր ունեցող մարդ չի գիտակցում, որ ինքը խնդիր ունի։ Ես երկար ժամանակ որպես լրագրող շփվել եմ Ավանի հոգեբուժարանում, Նորքի հոգեբուժարանում տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց հետ։ Իմ աչքի առաջ եղել են բազմաթիվ Նապոլեոններ, բազմաթիվ մակեդոնացիներ, բազմաթիվ Հուլիոս Կեսարներ, բազմաթիվ Բոնապարտներ եւ նրանցից որևէ մեկը այսքան անգամ չէր կասկածում, որ ինքը Նապոլեոնը չի եւ այսքան անգամ չէր կասկածում, որ ինքը ինչ-որ բան սխալ է անում։ Հիմա մենք պիտի սթափ գնահատենք իրավիճակը, մենք պիտի հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն ունի խնդիրներ, ինքը իր համար ստեղծել է վիրտուալ մի իրականություն, որտեղ ինքը կերտում է իր պատկերացրած Հայաստանը, իսկ Նիկոլի պատկերացրած Հայաստանը դա թրքահպատակ Հայաստանն է, դա Ալեն Սիմոնյանի ասածեն Հայաստանն է, որ հենց խաղաղության պայմանագիր կնքենք, 5 րոպե հետո Թուրքիի հետ առևտուր ենք անելու, այս մարդկանց ուղեղում միայն շահն է, միայն փողն է, միայն առևտուրն է, ալեն ում հետ ես առևտուր անելու, բա Աղդամը քո հայրենիքներ են, Սերժի Ինադու, որ գրկել էիք դու Սուրեն Պապիկյանը, նռները լցրել էիք ձեր կրծքավանդակի մեջ եւ ասում էիք Աղդամը իմ հայրենիքն է, ում հետ ես առևտուր անելու, բա Աղդամը քո հայրենիքն էր, հասկանում եք, այս մարդիկ ամեն ինչ չափում են հայրենիքը, չափում են անգամ փողով, առևտրով, շահով, մենք էս կտանք, իրանք են կտան, ստահոդ հայտարարություն են անում, որ Արցախի բլոկադայի ժամանակ արցախցիներն ու ադրբեջանցիները առևտուր են արել, դե հիմա գնացեք պեղեք մի արցախցի, որ նման հայտարարություն անի, իհարկե եթե ջեբը փող դնեք, ասեք արի ասա, որ մենք ադրբեջանցիների հետ հայտարարություն ենք արել, դուք արցախցիներին հասցրել եք չքավորության այն սանդղակին, որ ձեզանից ամեն ինչ սպասելի է այլևս։ Նաև խոսում այն մասին, որ եթե պայմանագիրը կնքվի, ապա կարող են գնալ Բաքու ապրել, որովհետև իզուր չէ, որ այդ պայմանագրի անունը խաղաղություն է։ Այսինքն այդ խաղաղությունը պետք է նաև ձև ստանա։ Տեսեք, սրանք շարունակում են նենգաբար եւ դավադրաբար ստել, ասելով, որ խաղաղության պայմանագիրը կնքվեց 5 րոպե հետո կարող են գնալ ապրել անգամ Բաքվում։ Ես հիմա ցիտում եմ ընդամենը 10 օր առաջ Ադրբեջանի Միլի Մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի ունեցած մի քննարկում, որը վերաբերում էր ադրբեջանցիների 300,000 ադրբեջանցիների վերադարձին իրենց ասելով պատմական Ադրբեջան, այսինքն արևմտյան Ադրբեջան, այսինքն Հայաստան, այնտեղ քննարկումներին մասնակցում էին բնականաբար падգամավորներ եւ падգամավորներից մեկը, կարծեմ հանձնաժողովի փոխնախագահը ասեց, մեր հիմնական գերխնդիրը պիտի լինի միջազգային հանրությանը, միջազգային կառույցներին հասցնել, որ հայը իր տեսակով ցեղասպան է, հայի գենետիկան դա ցեղասպան, վանդալ, ուրեմն ահաբեկիչ գենոմի կրողն է հայը եւ մենք ամեն ինչ պիտի անենք եւ մեր մարտավարությունը պիտի լինի այն, որ հայի հետքը անգամ տարածաշրջանում չի պիտի լինի։ Մենք նախորդին տեսանք նաեւ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը, որտեղ մի հատ լավաշ տեքստ էին հրապարակել, որի մեսիջը կոդերը այն էր, որ Ադրբեջանի այս պահի գերակա խնդիրներից մեկը այն բնակավայրերը, որտեղ դարերով ապրել են ադրբեջանցիները, խոսքը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մասին է, իրենք վերադառնան իրենց պատվական բնակավայրերը եւ ունենան բոլոր պաշտպանական ատրիբուտները, ներկայացուցիչներ խորհրդարանում, հեռուստաընկերություններ, թերթեր, դպրոցներ, մշակութային հաստատություններ եւ այլն եւ այլն։ Եվ այս ամենին աջակցում է նաեւ Թուրքիան, որովհետեւ օրերս Թուրքիայում միջազգային կոնֆերանսներ եղել հենց վերադարձ։ Բնականաբար, Արևմտյան Ադրբեջան վերադարձ եւ հենց հիմա մենք տեսանք, որ Էրդողանը Ալիևի հետ միասին զավթյալ Արցախի տարածքում է, Քաշաթաղի այդ տարածքում միջազգային օդանավակայան են բացում եւ երբ որ մենք նայում ենք ուրեմն լրատվականը ադրբեջանական, խոսույթը նույնն է, այսինքն ում հետ գնաս
խաղաղ ապրես մի ցեղի, հա, մի էթնիկ ցեղախմբի հետ, ով ասում է, որ հայը գենետիկորեն մարդասպան է եւ մեր խնդիրը պիտի լինի միջազգային կառույցներին բացատրել, որ տարածաշրջանում հայ չի պիտի լինի, որովհետեւ մեկ հայի գոյությունը անգամ վտանգ է տարածաշրջանին։ Ես ցիտում եմ Ադրբեջանի նախկին օմբուդսմեն Սուլեյմանովայի հայտարարությունը, որ Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պիտի լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար։ Ես ցիտում եմ նրանց падգամավոր, որ հիմա բարձրագույն պաշտոններից մեկն է զբաղեցնում Ադրբեջանի կառավարությունում, Ռովշան Ռզաևի հայտարարությունը. մենք հայերին պիտի ոչնչացնենք ամեն տեղ։ Արցախում այդ խնդիրը լուծեցինք, հիմա այդ խնդիրը պիտի լուծենք մեր ռեգիոնում։ Ռեգիոնում հայ չի պիտի լինի, որովհետև նրանց կոդը դա ցեղասպանի կոդ է, ուստի Ալեն Սիմոնյանի, նրա վերադասի, նրա մյուս կալիբրի ուսապարկերի հայտարարությունները, որ 5 րոպե հետո խաղաղության պայմանագրից հայերը կարող են գնալ եւ Բաքվում ապրել, հիմա ես չգիտեմ, բացեք այդ մարդկանց, հա, ցույց տվեք Մարաղայի, Բաքվի եւ մյուս հայկական հայաշատ բնակավայրերի ցեղասպանությունը, ինչ են արել հայերին։ Ես մի քանի զեկույց եմ ունեցել Ստրասբուրգում, թե ինչպես են անգամ Մարաղայի հոգեբուժարանից հանել հայ կանանց, ինչպես են այդ կանանց մասնատել, տարել քարերով, ձեռնաշղթաներով կապել, անգամ հոգեկան հիվանդ կանանց, խնդիրներ ունեցող, նրանց դիմաց դրել շան միսկա աման եւ ստիպել, որ նրանք այդպես գլխահակ թավալվելով Արցախյան այս վերջին տեղանման ժամանակ եւս հոգեկան խնդիրներ ունեցող խոշտանգել են բոլորին, մենք բազմաթիվ հիմա ես հետևում եմ Բաքվում ընթացող խայտարակ դատավարությանը մեր ռազմագերիների, նաև Արցախի ռազմաքաղաքական էլիտայի, պեղում են ինչ-որ ադրբեջանցիների, ովքեր այնպիսի ահասարսուր ցուցմունքներ են տալի, որ մտածում ես, թե աշխարհի ամենաբարձրագույն բանը էթիկապես հզոր եւ մշակութային ամենաբարձր արժեքներ ունեցող ազգի հետ ենք խոսում, երբ որ խոսքը ընդամենը վանդալ ռազմական հանցագործ ցեղասպան էթնիկ խմբի մասին է, ադրբեջանցիների մասին է, եւ այս ամենը արվում է մեկ նպատակով Բաքվում Հայաստանը ռազմական հանցագործ ճանաչելու եւ Հայաստանը որպես պետություն լրջագույն սանկցիաների տակ գցելու համար, բա այդքան ազնիվ եք, բերեք են արցախցիներին, բերենք են հայաստանցիներին, ովքեր կպատմեն, թե խոշտանգումը, իրական խոշտանգումը որն է, բերեք են հայ ազատամարտիկների, արցախցի ազատամարտիկին, ազատամարտիկների երեխաներին եւ նրանք կպատմեն, թե ազերի վանդալներ այդ յաշմա, որ բոլորի կրծքին քանդակել էին, հա, սեպագիր, թե ինչ է կարել եւ այս ցեղախմբի հետ Ռամիլ Սաֆարով հերոսացնող ցեղախմբի հետ Ալեն Սիմոնյանը եւ իր պապա Նիկոլ Փաշինյանը, իր վերադաս Նիկոլ Փաշինյանը պատրաստվում են խաղաղ առևտրի եւ խաղաղ համակեցության։ Ըստ էության իրենք ներկայացնում են, որ բնակչության մեջ խնդիր չկա եւ եթե հարցը լուծվի իշխանությունների միջև, ապա բնակչությունը պատրաստ է այդ համերաշխապրել, համակեցությունը խաղաղ իրականացնել։ Տեսեք, ես հասկանում եմ, որ ինչ որ մի պահի ռեգիոնում պիտի լինի խաղաղություն, բայց արդյոք ղեկավարների, երկրների ղեկավարների մակարդակով այդ խաղաղության գնալու օրակարգը կա։ Մեկը հարցրել է, այդ է հարցնում, մեկը հարցրել է Ալիևին, ինքը պատրաստվում է հայերի հետ խաղաղ գոյակցել։ Իհարկե ոչ, լսեք նրանց ռետորաբանությունը, ամեն օր սպառնալիք, ամեն օր Արցախի զավթված տարածքներում, յուրաքանչյուր բնակավայրում վերախոյանում այդ բրոնզե, ուրեմն արձանը, բրունցքի, որի վրա գրված է, մենք մեր հարցերը լուծել ենք եւ շարունակելու ենք լուծել բրունցքով։ Սրանք, որ վազում ընկել են Ալիևի ոտքերը պայդյոմ, պապյոմ, կոֆե օրակարգով հարցրել են Ալիևին, Ալիևը պատրաստ է խաղաղության օրակարգի, Ալիևը կարող է ինչ որ մի պահի, երբ որ Նիկոլ Փաշինյանը կատարի բոլոր հրահանգները, իսկ մենք տեսանք, որ նախորդին Երևանյան դիալոգ ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ըստ էության Ալիևին հավաստիացրեց, որ ինքը
պատրաստ է գնալ սահմանադրական հանրաքվեի։ Աբսուրդ է, աշխարհում չկա տենց բան, որ որևէ համաձայնագիր, որևէ երկրի ղեկավար վեր դասի իր երկրի մայր օրենքից, բայց Նիկոլը ասում է, եթե այս համաձայնագիրը սահմանադրական դատարանը ճանաչի, որ տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի հանդեպ, մենք մեր սահմանադրությունը կփոխենք։ Նիկոլ, այս երկրում մի բան պետք է փոխվի, եւ այդ մի բանը դու ես, եւ այդ մի բանը Նիկոլ Վովայի Փաշինյանն է։ Հասկանում եք, այս մարդիկ, այս մեր արժեքային համակարգը ամբողջապես շուռ են տվել։ Պատկերացնում եք, նախկին որևէ իշխանության ժամանակ Համալիրում տենց գրանձիոզ հարսանի կանեին, ինչ կաներ Նիկոլ Փաշինյանը։ Ես չեմ զարմանա, որ վաղը օրինակ ասենք Եռաբլուրում մի հատ կարնավալ անեն, իսկ ասենք օրինակ Ծիծեռնակաբերդում գեյ պարադ, եւ այդ գեյ պարադին մասնակցեն Հայաստանի բոլոր ակտիվ եւ պասիվ գեյերը։ Հասկանում եք, սրանք այնքան օվերտոնի պատուհաններ բացեցին, այնքան մեր արժեքային համակարգը այսպես խառնեցին ցեխի ապականության, անբարոյականության տակ, որ մենք այլևս ոչ մի բանի վրա չենք զարմանում։ Ոչ մի բանի վրա այլևս չենք զարմանում։ Իդեպ Երևանյան երկխոսության ժամանակ ինչ տպավորություն էր ձեր մոտ, երբ որ դեսպաններն էին այնտեղ, արտգործնախարարներն էին, եւ Փաշինյանը ըստ էության ներկայացնում էր, կարծես նաեւ աջակցություն էր ակնկալում Եվրամիությունից, որ օգնեն այդ պայմանագիրը վերջո կնքվի կամ ճնշեն Ադրբեջանին եւ այլն։ Ինչ տպավորություն էր ձեր մոտ։ Պարզ է, Նիկոլ Փաշինյանը գնում է հերթական ընտրության, կլինի դա արտահերթ, թե կլինի 26 թվականի ընտրության, գնում է ընտրական process-ի եւ Նիկոլ Փաշինյանը այդ A4 ֆորմատի վրա այդ թուղթն է պետք, որի վրա գրված է խաղաղություն։ Ուզում եմ մեջը գրված լինի շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ կամ շնորհավորում եմ ձեր երեխայի ատամնահատիկը։ Դա բացարձակապես չի հետաքրքրում Նիկոլին, բայց մենք հասկանում ենք, չէ, որ այդ թուղթը ամբողջապես հայկական օրակարգի դեմ փաստաթուղթ է, որտեղ այդ թուղթը կազմել է Ադրբեջանը եւ Ալիևը քանիցս հայտարարեց, որ խաղաղության պայմանագիրը կազմել ենք մենք մեր օրակարգով։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը Ալիևին հրավիրում է պայձյոն պապյոն կոֆե, Ալիևը չի համաձայնվում։ Մենք տեսնում ենք այդ ժեստիկուլյացիան սենց Էրդողանի հետ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը աղերսում է միջազգային հանրությանը։ Ես չեմ բացառում, որ նախորդին աղերսել է նաև Երևանում գտնվող Լավրովին, որտեղ մենք տեսանք, չէ, Լավրովի մոտ իրանք Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ինչ փիսիկ էին դարել։ Հենց Լավրովը գնում է ազվերին եք խմում, հա? Եվ սկսում եք Եվրոպական միություն գնալ, բայց Լավրովի ներկայությամբ ասեիք, որ ոչ, մեր աշխարհաքաղաքական կողմնորոշումը դեպի ԵՄ է, ոչ թե Արարատ Միրզոյանը հայտարարեր, որ Հայաստանը ԵՄ անդամակցելու հայտ չի ներկայացրել եւ նման որևէ բանակցություն չկա։ Երևանյան դիալոգի ժամանակ էլ ցույց տաք, որ դուք աշխարհի ամենաեվրոպամետ տղաներն եք եւ ըստ էության աղերսեք եվրոպական տարբեր կալիբրի չինովնիկների, որ ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, չեն գործադրելու, որտեղ Վան դեր Լեյնը, ձեր սիրելի գլոբալիստ մամա Վան դեր Լեյնը հայտարարել է, որ մենք Ադրբեջանի վրա որևէ ճնշում չենք գործադրելու, մենք պարզապես հորդորում ենք Հայաստանին եւ Ադրբեջանին հնարավորինս արագ գալ կոնսենսուսի, իսկ կոնսենսուսի գալու համար ուզում եմ հիշեցնել Եվրոպական միության առաջի դեմքերի հայտարարությունը, որ մենք հավատում ենք, որ Հայաստանը, Նիկոլ Փաշինյանը կգնա հերթական, ուրեմն խիզախ քայլերի, ինչ է նշանակում հերթական խիզախ քայլը։ Հերթական խիզախ քայլը նշանակում է հերթական զիջումը Հայաստանի սուվերենության հաշվին։ Չլսեցինք, որ Կայա Կալասը օրինակ Ալիևին ասեր, մենք ակնկալում ենք, որ Իլհամ Ալիևը կգնա հերթական խիզախ քայլի, բոլորը խիզախ քայլ, այսինքն զիջումներ, եւ դա ինչ է ենթադրում, ինչ զիջումներ։ Բնականաբար զիջումներ արդեն ասվել է, Հայաստանի սպանել, Հայաստանի ինչ է ուզում Ալիևը եւ ինչ է պարտադրում, այո, համաձայնվել պահանջներին, հանել անկախության հռչակագիրը, դրանով սպանել Հայաստանի երրորդ հանրապետությունը, լուծարել Մինսկի խումբը, որ երբևէ այլևս որևէ միջազգային մանդատի ներքո հնարավոր չլինի քննարկել արցախցիների վերադարձի հարցը եւ բնականաբար մյուս կարեւորագույն խնդիրները սահմանադրությունից եւ Մինսկի խմբի լուծարումից հետո գալու է 300,000 ադրբեջանցիների մեր մեջ բնակեցնել
հանգեցնելու հարց, իսկ դրա ռիսկերը որն է, դրա ռիսկերը այնա, որ 300 հատ բաց ռումբ դրվելու է Հայաստանի Հանրապետության ներսում հյուսիսային պողոտայում եւ ամեն օր այդ ռումբը տրաքելու է, այսինքն նշանակում է 300,000 ադրբեջանցի բերելով եւ բնակեցնելով այստեղ, նշանակում է սողացող կերպով հանգիստ սահուն այլևս ավարտին հասցնել Հայաստանի պետականությունը եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության գոյությունը եւ պատահական չի, որ այսօր ուրեմն Սարդարապատում Դա ասում են չեն համաձայնվում։ Հա, ինչին չեն համաձայնվում։ Չեն համաձայնվում, որ ադրբեջանցիները գան։ Իսկ ով ասես չեն Դե համաձայնվում։ Փաշինյանն ասում էր դա այնպիսի հարցեր են, որոնք չեն քննարկում։ Թե հետո քննարկեն թե ոչ։ Ուրեմն նույն կերպ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ մեր օրակարգում սահմանադրության փոփոխության հարց չկա, մեր օրակարգում ԵԱՀԿ Մինսկի լուծարելու հարց չկա։ Ես կարող եմ ավելի վաղ ասածները հիշեցնել Նիկոլի ազգային ժողովի ամբիոնից Արցախի ինքնորոշումը մեզ համար կարմիր գիծ է, քանի կարմիր գիծ է տրորել Նիկոլ Փաշինյանը, երբ որ ազգային ժողովի ամբիոնից ասում էր Արցախի ինքնորոշումը մեզ համար կարմիր գիծ է, քանի կարմիր գիծ է հայտարարել, որ հետո սուսուփուս այդ բոլոր կարմիր գծերը տրորել է եւ գնացել է Պրահայում ասել է Արցախը Ադրբեջան է եւ վերջ։ Երբ որ գնում Աղդամ եւ ֆոտոսեսիաներ էին անում, Աղդամը մեր հայրենիքն է նռան ֆոտոսեսիա, դրանից հետո քանի անգամ են այդ նույն մարդիկ, այդ ֆոտոսեսիա անող մարդիկ հայտարարել, որ Արցախը Ադրբեջան է եւ վերջ։ Այնպես որ ասել, որ դե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս պահին 300,000 ադրբեջանցի նույնիսկ չի էլ քննարկվում, ես ավելի քան վստահ եմ, որ ինքը խելոք կատարելու է Ալիևի պահանջը եւ մոտ ապագայում ընդունելու է, ինչպես Ալիևը նրան ասեց, պահանջում ենք Նիկոլ Փաշինյանից ընդունել Արևմտյան Ադրբեջանի ներկայացուցիչներին, ինչպես գնաց մեր հարկատուների հաշվին Թուրքիայից լրագրողներ բերեց, ովքեր հետո գնացին ղժացին եւ Երևանի կենտրոնից ռեպորտաժ արեցին, ասելով, որ սա թուրքական հողեր են, հավատացեք, ինքը խելոք ընդունելու է ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին եւ այլևս խոսելու է համատեղ խաղաղ գոյակցության մասին, ինչպես նախորդին ասեց Ալեն Սիմոնյանը։ Իդեպ Արցախի իշխանությունը падգամավորները ազգային ժողովի նախագահ ընտրեցին եւ հիմա նաեւ խոսում են, որ ժամանակն է նաեւ նախագահ ընտրելու։ Ալեն Սիմոնյանը երեք ասում էր եւ առհասարակ քննարկվում է այնպես, որ երբ որ ղեկավարություն են ընտրում, փորձում են իշխանությունը արցախցիները պահել, սա վտանգ է ներկայացնում եւ Ալիևի հռետորաբանությունը ամեն ինչ պայմանավորված է հենց այդ հանգամանքով։ Տեսեք, սա ասում են մարդիկ, եթե չեմ սխալվում, Ալեն Սիմոնյանը Հայաստան-Արցախ միջխորհրդարանական երկկողմ հանձնաժողովի նախագահն էր։ Սա ասում են մարդիկ, ովքեր նույն Նիկոլ Փաշինյանը, հիշենք, 2018-ի մարտի 8-ին, երբ որ բռնի ուժով, պրեսինգով, փողոցի ճնշմամբ, խայտարակ ճնշմամբ ընտրվեց ազգային ժողովում վարչապետ, հիշեք Նիկոլ Փաշինյանի ելույթը ազգային ժողովում, թե մենակ Արցախի ինքնորոշում, Արցախի միջազգային ճանաչում տերմինը քանի անգամ օգտագործեց եւ քանի անգամ ասեց, որ այս թավշյա ոչ բռնի հեղափոխությունը Արցախի միջազգային ճանաչման լավագույն հանգրվաններից, լավագույն ուղենիշներից մեկն է։ Հիմա այս մարդիկ ասում են, որ Արցախի վտարանդի խորհրդարանը եւ վտարանդի կառավարությունը իրավունք չունի ընդհանրապես գոյություն ունենալու, որպիսի Ալիևը չկատաղի։ Հիմա ես տարբերակ եմ առաջարկում այս մարդկանց, գնացեք, կամավոր հանձնվեք Ադրբեջանին, եթե վախենում եք Ալիևի ցասումից, դուք մի տարբերակ ունեք, գնացեք կամավոր հանձնվեք, ձեր վախերն էլ կփարատվի, այլապես կա երկրորդ տարբերակ, եկեք ձեզ բոլորի տանեմ, ուրեմն ճամբարակցի ռիփսիկ ծոցայի մոտ, ձեր բոլորի գլխի մոմ թափի, կարող է այդ ժամանակ ձեր վախերը փարատվեն, վախով պետություն չեն ղեկավարում, անընդհատ զիջելով, պետություն չեն ղեկավարում, անընդհատ կզելով, պետություն չեն ղեկավարում, դու չես կարող կզած քո երկրի օրակարգը առաջ դնել, որտեղ կզածի հետ վարվում են ինչպես կզածի հետ։ Եվ ինչ պետք է անել իշխանապողության համար եւ առհասարակ ինչ գործընթացներ են սպասվում, որովհետեւ Բագրատ Սրբազանը օրերս խոսեց, ասաց, որ նոր ծրագրեր կան, մարտավարությունն են քննարկում, Սերժ Սարգսյանը եւս խոսել է փողոցային պայքարի մասին, ասել է, որ հստակ ծրագիր կա,
ինչ գործընթացներ կհաջորդեն եւ ինչ հնարավորություններ կա։ Տեսեք, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը արդեն սենց վանդակնգած գազանիկի նման անկանոն քայլեր անում երրորդ նախագահի հանդեպ, ինչ որ անհետ գործ հարուցվեց, մենք տեսնում ենք, որ ինչ որ սենց շոուներ անում, ապօրինի գույք եւ այլն, մենք տեսնում ենք այս իր եւ իր կնոջ լեքսիկոնը, բառամթերքը քաղաքական օպոնենտների հաշվին, ճիճու, ոճիլ, ես չգիտեմ, տականք, ինչ ասես, այդ ամենը մենք տեսնում ենք, սրանք պատրաստվում են այսպես բռնությամբ զավթել իշխանությունը, ամեն ինչ պիտի անել, թույլ չտալու, որ Նիկոլ Փաշինյանը հասնի 2026-ի ընտրության։ Ես պնդում եմ իմ տեսակետը, որ այսօր օրակարգում իմպիչմենտի հնարավոր գործընթացը այս պահին միակ ամենաարդյունավետ գործիքն է, որ պիտի կերարել։ Եթե մենք թույլ տվեցինք, որ Նիկոլ Փաշինյանը հասավ 26 թվականի ընտրության, հավատացեք, որ ինքը ամեն ինչ անելու է, ամեն ինչ ասելով, ես նկատի ունեմ ուղղակի ամեն ինչ պետք լինի կրակելու է, պետք լինի բոլորիս եւ բոլորին կալանավորելու է, ամեն ինչ անելու է։ Ես կարծում եմ, որ պիտի սկսել այո շատ լուրջ վերաբերել իմպիչմենտի գործընթացին, ես կարծում եմ, որ ընդդիմությունը պիտի կարողանա իսկապես մի կողմ դնել իր հնարավոր բոլոր ամբիցիաները եւ համաձայնության գալ վարչապետի միասնական թեկնածուի շուրջ եւ ես կարծում եմ, որ ընդդիմությունը այնքան բարոյականություն պիտի ունենա, որ ժողովրդի ջեբը ոչ մի բան չգցի։ Ժողովուրդը այսօր այնպիսի բյուրեղացված ատելություն, որ ունի այս իշխանության եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի հանդեպ երբևէ որևէ դժոխային անգամ գրականության մեջ ես այս կարգի ատելության չեմ հանդիպել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։